Եթե հորիզոնական հենարանն անշարժ է երկրի նկատմամբ, ապա մարմնի կշիռը հավասար է ծանրության ուժին։ Դա ճիշտ կլինի նաև այն դեպքում, երբ հենարանը մարմնի հետ երկրի նկատմամբ շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ։ Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցությունը կփոխվի, եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։ Պարզվում է, որ այս դեպքում հենարանը ճնշում է մարմնի վրա ավելի ուժեղ կամ թույլ, քան ուղղաձիգ հավասարաչափ շարժման դեպքում, և մարմնի կշիռը մեծ կամ փոքր է լինում ծանրության ուժից։ Տիեզերանավի վերսկսելացքի ժամանակ, երբ այն ուղեծիր է դուրս գալիս, կամ նրա արգելակման ժամանակ, երբ այն վայրէջք է կատարում, տիեզերագնացի կշիռը մեծ է լինում ծանրության ուժից, և տիեզերագնացը գերբեռնվածություն է զգում։ Առանձնապես ուշագրավ է այն դեպքը, երբ հենարանը և նրա վրա դրած մարմինը ազատ անկում է կատարում։ Այս դեպքում հենարանը չի դիմադրում մարմնի շարժմանը, այդ պատճառով էլ մարմնի մեջ չեն առաջանում դեֆորմացիաներ, և այն ճնշում չի գործադրում հենարանի վրա։ Մարմնի այդպիսի վիճակը կոչվում է անկշռություն։ Տիեզերանավում անկշռություն է սկսվում, երբ անջատում են շարժիչները։ Այդ դեպքում տիեզերագնացները կարող են ազատ ճախրել տիեզերանավի խցիկում։